Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսյանով ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ գաղութեմ գմախտեմ որ Աստուծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա Աստուծո շնորհքով պիտի շարունակենք առաջին Կորինթացոց 14-րդ գլուխին սերտողության առնչությամբ մեր գադարած բատմական ագնարգին 4-րդ մասը ու վերջացնել այսօր Ուրախ եմ, որ այս խորհրդածությունները շատերու միտքերը գլուսավոր է, շվարած վիճակե ուղղության գբերը, սխալ միտքեր գսրբակրե ու ծայրահեղ քաղաքարները գծերբազադե։ Այսօր համար Աստծո փառք ուտանք։ Մեր սերտողության նպատակն այս է, որ մեր ունգընտիրները իրենց հավատքը գառուցեն Արաքելական ողջամիտ վարդապետության վրա, ինչպես Բողոս Արաքյալ ևս կսե Եփեսացոց 2-րդ գլուխին 20-22 համարներու մեջ գփափակին որ հոն գարտակ ուր գսե որ մենք մեր հավատքը գառուցենք Արաքյալներուն ուսուցումներուն հիման վրա, որով ճշմարիտ հավատքը գշինվի Արաքյալներուն դված ուսուցումին վրա ու ոչ թե շինցու պատմություններու չափազանցված փորձառություններու եւ անդեղի սուբքրային համարներու գադարված թեփքերու եւ դրված խոստումներու որոնք որևէ գապ չունին շնորհքի ժամանակաշրջանի Քրիստոսի եկեղեցին հետ Քրիստոսի հիմնած հոգևոր թագավորության մեջ գտնվող եւ ապրող հավատացյալներու հետ Ցավալի երևույթը այն է որ մարդիկ չեն ուզեր հոգևոր կամ աստվածային ճշմարտություններու նկատմամբ առողջ գիտություն ունենալ հոսե ցավալին եւ ուղղափառ վարդապետության մեջ աճիլ ու ապրիլ Սուրբ Հոգին բդուղը ներկայացնելով իրենց շուրջիններուն Անոնք ավելի հետաքրքրված են չերմ պաշտամունքներով, չերմ երգեցողություններ, փեմերու վրա եւ սրահներու մեջ օրորվելով, ալելույա եւ Փարք Հիսուսի աղաղակներով, թրոշակներու ծածանումներով, քունավոր լույսեր վարել մարելով, այլանդակ ցայներ ու շարժումներով, քան թե ողջամիտ վարդապետություն լսել ու քալել սրբության եւ արդարության ջամփաներու մեջ այսօր մարդիկ դեռ մահացած են որ միայն թրական պատկամներ գուզեն լսել շինցու պատմություններով խառնված եւ լավ զգացումներ ունենալ չվիրավորվել չնեղանալ դրամատրությունին չխանգարվի ու վերջ այս հոգեբանություն է եւ ոչ ավելի ուստի սուտ եւ անհիմն մխիթարություն Բարեբախտաբար գտնվին սիրելիներ որոնք լրջորեն Աստուծո խոսքը սերդել գուզեն հասկանալու զասված հասկանալու անոր կորձերը եւ առողջ հավատացյալներ դառնալ հերու մարմնավոր զգացումներու վրա հիմնավորվել է սուտ սխալ ուսուցումները անոնք բոլոր սրտով գուզեն գիտնալ ու սորվել աստվածային ճշմարտությունները գահավատան որ այս սերտողությունները այդպեսիներուն համար մեծ օրհնություն պիտի դառնա եւ իրենց հոգեվոր գիտության եւ հավատքի աճման պիտի նպաստեն այս պատճառով անհասկանալի լեզուներու ցակման նկատմամբ փափակեցա ցեզի 4 ուրբաթներ բատմական ագնարկ մտել եւ շատերալ քաչալերեցին որ խոսիմ այս ուղությամբ ան որ լսելու ագանջ ունի պիտի լսե եւ խորհի այս ուղությամբ իսկ ան որ չուզեր լսել ինչալ խոսիս որքանալ խոսիս անոնք պիտի չուզեն լսել ուղեղնին լվացված մարդոց թիվը քիչ չէ այսօր այնպես որ երբ Աստծո խոսքը գսերդենք այս ուղությամբ հստակ է որ
քոյություն ունեցող լեզուներու մասին գխոսի, ինչ որ Պենտեկոստեի օրը Գորնելիոսի դամ մեջ եւ Եփեսոսի 12 աշակերտներուն հետ պատահեցավ Հովանես Մգրդիչին աշակերտներուն հետ։ Այսօր շատ բարձամիտներ հոգևոր դքիդության պատճառով Սուրբ հոգիով մգրդվելու փոխարեն այլ հոգիով կմգրդվին։ Օրմը Հունաստանի մեջ Պենտեկոստյան համայնքին պատկանող ցայնասպյուրե մլսեցի, որ հազիվ 2 տարեկան երեխամը Սուրբ հոգիով մգրդվեր էր։ Աբա ցույցը անհասկանալի լեզուներ գխոսեր։ Հայդակիրը վարող առաջնորդը ալելույաներով զասված կփարավորեր երեխային ունեցած նոր փորձառության համար եւ Պետրոս Արաքյալի մեջ բերած 5 դագարանի վերջին օրերուն գդարված մարգարեությունը գարտած շարունակ գրտնելով քրված է խոսքը։ Քրված է, այսպես եղավ Արաքյալներուն։ Քրված է։ Հարցը քրված է ասել չէ։ Հարցը քրվածը շիդակ հասկանալն է։ Մենք անցյալ ուրբաթ տեսանք, թե 2 վերջին օրեր կան Սուրբ Գիրքի մեջ։ Մեկը 5 դագարանի վերջին օրերն է, իսկ մյուսը նոր դագարանի վերջին օրերն են։ Եթե այս օրերը, այս ժամանակաշրջանները չգրնանք զանազանել, գմոլորինք եւ ծուղակի մեջ գինանք։ Մենք գիտենք, որ Ասիո հեթանոսական գրոններու մեջ մարդիկ օդար լեզուներ գխոսին։ Անցյալին եղած է մինչև այսօր ալգա, երբ անոնք իրենց աստուծույն հոգին իրենց վրա գիչն է, ու անոնք շատ լավ գզգային եւ մինչև հիմա գզգան եւ ուրախությամբ իրենց դուները գվերաթարդային։ Բարզամդությունը ու անգեղծությունը բավարար չեն մարդը հերու բայելու թիվային ու խավար ուժերը, այլ ողջամիտ վարդապետության մեջ աճելով ճշմարտությունը գիտնալն է, որ մեզ հերու պիտի բայե թիվային եւ մոլար ուսուցումները։ Պաշտամունքի ընթացքին լավ զգացումներն ու չեր մտնոլորտը երբեք աբացույցեր չեն Սուրբ Հոգին ներկործության։ Ոչ քրիստոնյա գրոններու պատկանողներն իրենց պաշտամունքին ընթացքին շատ լավ զգացումներու մեջ գտնվելով հոգեգան քոացում կստանան, սակայն ճշմարտութենե հերու են։ Քրիստոնեության մեջ կարևորը ճշմարտությունը եւ անոր մեջի բարունակությունն է, եւ ոչ թե պաշտամունքի չեր մտնոլորտը եւ թրական զգացումները։ Գարկմը աստվածապաններ վերոհիշյալ ծայրահեղ հարանմանություններուն եւ խմփակներուն նկատմամբ անոնքալ ծայրահեղ քահապարներ ունին, զանոնք գոչելով սատանաներ ու թիվահարվածներ։ Իմ գադարած ուսումնասիրություններուս եւ մարդոց հետ մոդեն ունեցած շփումներուս ըլլան անոնք հայ արաբ հույն, որոնց ագանադես եղած են ու գրնամ անուններով եւ օրինակներով խոսիլ, սակայն անշուշտ ժամանակի գորուստ կնկատեմ, այդ հիման վրա վստահորեն գրնամ ասել, թե անոնք շինցու երևույթներ են։ Ջող եւ չեր պաշտամունքի մտնոլորտ մը կստեղծեն, գշինեն, խանդավար երգերով, աջ ցախ օրորվելով, փեմերու վրա մգաններու ցուցադրություն կատարելով, Աստված հզոր Աստված է բացականչելով, Դերը ամենակարող է, Դերը հրաշագործ է եւ այլն։ Նպատակը թիդողները հիացնել, անոց զգացումները շարժել եւ աբացուցել, թե իրենց մեջ ներկործողը Սուրբ Հոգին է։ Մինչդեռ շինցու արվեստական
միջոցներով մթնոլորտը ջող մթնոլորտը ստեղծել է անշուշտ անոնք այսպես անելով ժողովուրդներ գհրաբուրեն եւ զանոնք գթելնալ շատ հեշտ գտարնա ես չեմ հավատալ որ անոնք թիվարված են ոչ սատանաները ոմանք խոստովանած են որ անհասկանալի լեզուներով խոսիլը իրենք շինած են անուններով գրնամ ցեզի օրինակներ բերել Հունաստանի մեջ գիմը գար որ հրեշտակներու լեզուներ խոսիլը գսորվեցներ եւ լավակույն կորցնական ցևը ալելույա բարը գրտնելն է նախ տանտաղորեն ագանչիտ կմոդենա եւ ալելույա ասեգսե տունալ գսես տանտաղորեն յետքը գարակցնես եւ յետքը շատ ավելի արագ դեղ մգասնի որ ալ յենթագային լեզուն գբացվի եւ հրեշտակներու լեզուները գխոսի Ինչ ցավալի երևույթ եւ դասնյակ հարյուրավոր մարդիկ գհավադան եւ գեհդեվին Իսկ եթե բադահի որ անցմը չգարենա խոսիլ հագարակ խոսելու փուրն փապակին այդ բարակային այս գինը եւ ասոր նմանները երկու եզրակացություններ կներկայացնեն առաջինը գսեն որ թևերը լեզուն գաբացին որով հadouk աղոտներ գդարվելու են զանոնք վդարելու համար այդ հadouk աղոտները եթե հարգը բանջե մինչև իսկ ձեձելով կգադարվին առաջին անգամ երբ Հայաստան գտնվեցա մեր հայրենիքի մեջ դժբախտաբար այս տեսակ դքետ խմփակներ եւ անոնց առաջնորդներ գվխտան եւ ինձի ըսվեցավ որ հոնալ Սուրբ Հոգին ձեձելով գուդային իսկ երկրորդը ասոնք գսեն անհավատության պատճառով չեն խոսիր լեզուներ գխնդրեն լեզուներ խոսիլը գուզեն խոսիլ սակայն պետք եղած հավատքը չունի այդպես գսեն հավասարգշռութենե դուրս քալը եւ ծայրահեղ խաղապարներ ունենալը համազոր են ավանդաբաշտության խաղապարամոլության եւ գրոնամոլության հիշյալ տասագարքի պատկանոներ միայն գործանում եւ մոլորություն հարաճ կբերեն եւ բարձամիտները գշվարեցնեն նշмарելի է որ լեզուներ խոսողներու շարժումին առաջնորդները Հիսուս անունը գիհիշեն առանց դեր ասելու շարունակ կգրտնեն ով Հիսուս ներկա է Փարք Հիսուսի Ձապարենք Հիսուսի Հիսուս կբժշկե Հիսուս հայտնվեցավ Հիսուս խոսեցավ եւ այլն միշտեր Սուրբ Հոգին գլխավոր գործերեն մեկն է Հիսուսը փարավորել զայն դեր ներկայացնելով անիգազիս պիտի փարավորե ըսավ մեր դերը հետևաբար քրիստոնեական ճշտամունքներու ընթացքին հավատացյալներ Սուրբ Հոգիով դեր Հիսուսը գփարավորեն գմեծարեն ու գբատվեն Մեկը չգրնար Հիսուսը դեր գոչել, եթե ոչ հոգով սրբով։ 19-րդ դարուն, երբ հիշյալ շարժումները սկսան, եթե անոնք իրապես քոյություն ունեցող լեզուներու բարգևը ունենային, ինչպես անոնք գհոլովեն, Բիդի երթային այն վայրերը եւ այն ժողովուրդներուն, որոնց լեզուներ անծանոթ էին իրենց եւ ավետարանը քարոզեին առանց այդ լեզուները սորվելու, ինչպես եղավ Պենտեկոստեի օրը։ Աստուծո փառք կուտանք, որ ան իր խոստումը գադարեց եւ Սուրբ Հոգին ղրգեց ու մեր սրտերու մեջ կփնագի եւ մեզ ամեն ճշմարտության գարաչնորթե։ Մենք գարիքը չունենք փաստելու անոր ներկայությունը, որովհետև գհավատանք հորը խոստումին զոր գադարեց։ Մենք ամեն օր մխիթարիչին ներկայությունը, ներկործությունը եւ օրհնությունները գվայելենք ու մեր ճշտամունքները իր մով կգադարենք ամենայն երկյուղածությամբ եւ հանդարտությամբ, գիտակցելով, որ Սուրբ Աստուծո ներկայության մեջ կգտնվենք, որպես թե
Հիսուս ֆիզիկապես մեր մեջ ներկա գտնվի։ Հիսուս համբարձավ մխիթարիչը ղրգեց եւ Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի։ Հետևաբար այն գիտակցությամբ դերը կբաշխենք, որ Սուրբ Հոգին ներկա է մեր մեջ։ Եթե ծայրահեղականներ գիտակցեին Սուրբ Հոգի ներկայությունը, այլանդակ շարժումներ, դարօրինակ ցևեր, ցայներ չէին հաներ։ Այլանդակ դարօրինակ խոսքերով, ցայներով, փեմերու վրա ցածկրդելով այդպես չէին աներ, բայց այս մարդիկ ինչպես էսի իրենց շուրջինները գուզեն հրաբուրել։ Ուստի մենք հավատքով դերը կբաշխենք եւ այսպես մեր հավատքը կգառուցենք ոչ թե շինցու պատմություններու եւ չափազանցված փորձառություններու վրա, այլ գենթանի Աստուծո խոսքին ողջամիտ վարդապետության վրա։ Գաղութեն, որ դերը լուսավոր է բոլոր այն միտքերը, որոնք ճշմարտությունը կփնտրեն եւ առաջնորդ է բոլոր խոնար սիրտերը, որոնք Սուրբ Հոգին դրամատրված քրվածը ուղիղ հասկանալու աշխատին։ Դերը ցեզ իր շնորհքի մեջ բահե։ Ասկայնով 4 ուրբաթներով բավարարվինք անհասկանալի լեզուներու պատմականին։ Դերը գամի մեր սերդողությունը պիտի շարունակենք ապրիլ 25-ին։ Եկող ուրբաթ ապրիլ 18-ին պաշտամունք պիտի ունենանք եկեղեցվո սրահի մեջ առավոտում 11-ին, ուստի այդ օրը թաթար պիտի առնենք եւ Աստծո շնորհքով ապրիլ 25 ուրբաթ պիտի սկսենք սերդել առաջին Կորինթացիոց 14-րդ գլուխը։ Այնպես որ գխնդրեմ ցեզ որ այս 4 ուրբաթները որ պատմականը լսեցիք, շարունակեք լսել եւ խորհիկ այդ ուղղությամբ։ Թուգալ, եթե ուզեք, գրնակ բրբդել, բայց դժբախտաբար մարդիկ ժամանակ չեն դար։ Ցեզի շատ գարչ ագնարկ մնետեցի եւ բավարար գսեբեմ ասկայնով, որբեսի հասկանանք անհասկանալի լեզուներու ցակումը թե գրաբաշտական բնույթ ունի։ Այնպես որ ցեզ Աստուծո սիրուն եւ շնորհքին գացնեմ եւ դերը փառավորվի ձեր կյանքերուն միջոցով։ Իր փառքին համար ամեն։